Ողջույն բոլորին, սկսում ենք շատ ուժեղ հաղորդաշար, որի անունը Տիկիտակը, բացառապես ֆուտբոլի մասին ենք խոսալու ենք ֆուտբոլային մրցանակների, ֆուտբոլի մասին, ֆուտբոլիստների մասին, լիքը բան բացելու ենք, այնպես բաների մասին ենք խոսալու, որ լիքը տարիներ շարունակ պայելես կողմից չես բացահայտել։ Սիրելիներս, ամենակարևոր բաներից մեկն ենք անում, բաժանորդում ենք մեր YouTube-յան ալիքին, Instagram-յան էջին, լիքը լայքեր ենք անում, որովհետև ընթացքում այնքան բաներ ենք խաղարկելու, մրցանակներ, ջեքփոթեր, նա ինչ չնայ ֆուտբոլային ֆորմա, այսօր որ բերել ես մեզ նվեր, էդի խաղարկենք, ես ինչ չեմ պայ խոսք եմ տալի, պրիվետ Եդինգարյան ջան։ Խաղալու ենք իրար FIFA 21, խոսք եմ տալիս պարտադիր որ հաղթելու եմ, սկսում ենք Կիմբեմպեից։ Այո, պաշտպանությունից բավարար։ Այո, պաշտպանությունից քո մոտ այո, ես կարծում եմ դա լավ ամենալավն է ստացվում կյանքում։ Եդիկան ջան, այդ ֆորմեն որ բերել ես քանի տարի է քո մոտակ ասես մեզ նվեր։ Մի հատ ուզում եմ իմանամ եւ որ խաղից է մնացել քեզ։ 2010 թվականից։ 2010 թվականից իսկ ինքը բանը ցեցի կերած կան էջը թե։ Այն որ տես հիներ ասացիր տունը բան չկա անելու, ասի բերենք մի հատ ձեզ նվեր։ Այդ մենչերը սապոլ ես դնում, ցեցի չի դնում։ Եդիկայանը մեզ բերել է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կարմիր գույնի, որը մենք ընթացքում խաղարկելու ենք դրա համար այն մարդիկ, ովքեր մեզ կհետևենք, ունենանք լիքը դիտումներ, այդ դիտորդների եւ օֆսայդ այն դիտորդների եւ մարդկանց միջև ովքեր մեզ բաժանորդագրված են խաղարկվի Հայաստանի ազգային հավաքականի ֆորումը, ես կարծում եմ այս լավ ելույթներից հետո ազգային հավաքականի մեծ հաճույքով կուզենք ունենանք Վայ բոլորը կուզեն ունենան Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, որ գնան մարզադաշտ երկրպագելու մեր ազգային հավաքականին, հենց Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով, որը կստորագրես վերջում։ Անպայման։ Դե շատ կարևոր է քո ստորագրությունը մեզ համար։ Այո, ջնջվող մարկերներից ունենք, որ դու ստորագրես, հետո ամեն հաղորդմանը ուրիշին ենք տալու այդ նույնը ստորագրի։ Վազի տղա ջան, Աշխատի։ Ես գիտեմ, որ դու հիմա մարզչական կարիերա ես սկսում, այո, լայնորեն ծավալում եւ ինչա քեզ տալիս, օրինակ, դա ֆուտբոլի դաշտում որ քեզ զգում ես, օրինակ լավ ես զգում քեզ, մի հատ գոլը խփում, մի հատ նոր ասա, չեմ խփի տեսանիշները ներեցի։ Ոնց ես քեզ զգում դաշտում։ Բե լիցենզիա շուտով Աստծո հաջողությամբ կստանամ անել։ Սկա լիցենզիա ում կարաս մարզես։ Ինձ կարաս մարզես, հա։ Առաջի խմբի գլխավոր մարզիչ, իսկ հիմա առաջի խումբը, այսինքն այդ Պերվի լիգան է մեծ, այս խոսակցականով ասած։ Այո, մեր առաջի խումբը է, դա Պերվի լիգան է։ Կիմպեմբե։ Հիմա մարզում եմ 2010-2011 թվականին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, շատ հաճելի է երեխաների իրականում աշխատել։ Ահա։ Ասում են շատ դժվար է, բայց իմ համար դժվար չի, իրենց հետ ավելի հաճելի է, հաճույքով եմ աշխատում։ Խաղ ես եղել, չէ՞ մի քանի օր առաջ թիմդ խաղ է եղել, հաղթել եք թե։ Չէ, պարտվել ենք, բայց հիմա ուշադրություն չենք դարձնում արդյունքի վրա, հիմա ուշադրություն ենք դարձնում երեխաների տեխնիկայի, ֆիզիկական որակների, կարգապահության, հոգեբանության վրա։ Քանի 0-0 արի մատ հետաքրքիր բան առաջարկեմ, էլի իմ 20 տարվա անգերն ես վերջը։ Արի մաս sense հետաքրքիր բան մտածենք, որտեղ ֆուտբոլ խաղալ մեջը հետաքրություն չլինի, ոնց որ անիմաստ է։ Նայ։ Միջև գոլը դեմ առաջարկի չասես գոլ խփեցի եւ այլն։ Ով կրում է 10000 դրամ գցում է մեր կասը։ Թե կրվում է։ Չէ, գոլը սփը դրա համար եմ քո համար ասում որպես յոր էլի։ Դավորնիչա։ Չէ, արի սենց անենք, ուրեմն ով որ պարտվում է, ֆուտբոլ են խաղում էլի, մեջը բավական հետաքրքիր բան չէ, դա ինա գոլը կերա, որ հետո տենց հետաքրքրություն առաջացնեմ էլի։ 10000 դրամ մեր կաստակցում, որը մեր հաղորդման կլինի ջեքփոթը։ Ջեքփոթը կխաղարկենք ինչ որ մի տարբերակով կմտածենք ոնց, բայց ես վստահ եմ որ բոլորը կօգտվեն դրանից։ Այսինքն այն մեզ դիտողները YouTube-յան եւ Ալիքով եւ Instagram-յան կունենան հնարավորություն շահելու ջեքփոթ։ Մենք ամիսը 1 անգամ կամ 2 անգամ կխաղարկենք այդ ջեքփոթը, դա կլինի բոլոր այն մարդկանց գումարները, ում որ ես հաղթել եմ, ես բոլորին հաղթելու եմ, որտեղ ես FIFA խայտարակ լավ եմ խաղում։ Մեծ սիրո, պրոստը իմ աշխատավարձ չեմ ստացել։ Այդ աշխատավարձը ես պատրաստ եմ, այո, ներդրում կատարել, մի վայրկյան մի հատ գոլ խփեմ։ Այդ 1-0 քեզ չի օգնելու, ես սիրելին ես ուրեմն ասեմ, որ դա իրականում կատակ չէր, որտեղ ֆուտբոլ հենց այնց խաղալ FIFA, դա անիմաստ է ժամանակ ծախսել դրա վրա։ Բայց տակտիկապես նա ինչ գրագետ եմ խաղում։ Տակտիկապես գրագետ ես խաղում, բայց խոսք եմ տալիս, որ կպարտվես, դա շատ կարևոր արդեն քո համար փաստ է, որ դու գիտես, որ եկել ես պարտվելու ինձ։ FIFA-ի չեմպիոնի լեգենդար Ալեքսանդր Բաբասյան։ Հիմա նայ Նեյմարչիկ։ Ես իմ սիրած
Ինչ հաճելի ես խնդում։ Հա, ես անտանելի խնդալու եմ գնաց այդ հաթերականում։ Այնտեղ ինձ առաջին հերթին խնդալ էին սովորացնում։ Այսպես դուրս կամ, արի ասեմ։ Ասեմ, որ իմ սիրած թիմով չեմ խաղում, խաղում եմ Paris Saint-Germain-ով, Փարիզի մայրաքաղաքայինների։ Այդտեղ։ Հա, դու այդ կոմոդ ամենալավն է ստացվել կյանքում։ Ինչի եմ խաղում այսօր Փարիզով, որտեղ Փարիզի մայքան պատահական ձեռս ընկավ ու այդ հակա եւ ամենակարևոր բաներից մեկը ես գիտեմ որ քո համար էլ աշխարհի ամենալավ ֆուտբոլիստներից մեկը դա Մեսսին է, Կազանովա եւ ասեմ որ Մեսսի տեղափոխվել է Paris Saint-Germain շոու են անում, ով է շոուանում Ալեքսանդր Բաբասյան։ Չէ, PSG-ն է։ PSG-ն Մեսսին ես դիմավորեց Գերմանիայի կանցլերին, այդպես չէին դիմավորեն նրանք կյանքում։ Նայեք, հոպ։ Դե արի մոտիկ է։ Մի վարքյան, հոպ։ Ահա, всё։ Այդ ինձ թվում է լեգենդար ֆուտբոլի մեջ լեգենդար իրադարձություն էր, ոնց որ Մեսսին դիմավորեցին, երբեք ոչ մեկին չեն դիմավորել, նույնիսկ Անգլիայի թաքուն կարելի է ասել, չգիտեմ, ամբողջ Փարիզի կենտրոնը փակ էր եւ փակ են սրճարանները։ Եվ փակ են սրճարանները կորոնավիրուսի հետ կապված, այո, փակել են սրճարանները, բայց իրանք այնց են ներկայացրել, որ իբրև թե Մեսսիի հետ կապված են փակել։ Մեսսի մինչև 40 տարեկան խաղացել է։ Հա, այստեղ Մեսսին, բայց 40 տարեկանում արդեն խաղա իստում Ալաշկերտում։ Ինչ կասես Ալաշկերտի հաջողությունների, որ երկար տարիներ անցկացրել ես Ալաշկերտում։ Պատմություն են կերտել։ Ապրես։ Իրականում։ Ապրես։ Ինչի համար շնորհավորում եմ ակումբին, ֆուտբոլիստներին, ղեկավարությանը, իրականում էսի իրանց համար ասենք որ հայկական ակումբային ֆուտբոլը պատմական պահ է։ Հայկական ֆուտբոլի համար մեծ պահ է։ Հուսով ենք, նո ամսի 26-ին լավ կխաղան։ Իսկ քո կարծիքով Կամոն Հովանեսյան շատ է նեղվել, որ իր հարազատ դաշտում պարտվեց։ Չէ, դա ֆուտբոլ է այմա։ Ապրես պրոֆեսիոնալ է, չէ։ Նա վերածին ինչ անում։ Ես կարող կնոք եկես ճիշտ չեմ արել, դա սովորեմ։ Դրա համար ես դու կրում։ Մի վարքան փորձենք, չէ, լավ է։ Հոպ, օրա դե լավ էլի արա, պատկատ արեմ այդ։ Պատկատ։ Պատկատ ասեցի, շատ կարևոր բան հիշեցի։ 120 միլիոն, հա, եթե չեմ սխալվում, դոլարի կոնտրակտ մի հատ պատկատով հարամարեցիր, հա, այդպես բան եղել է, չէ՞ քո կյանքում։ Ինձ կպավ ինչ պատկատ, դա ինձ կպավ։ Այո, մոնոլիթ բետոնե Արթուր Եդիգարյանը լեգենդար իրադարձություն է քո կյանքում եղել Եդիգարյան, որը կապված է Գերմանիայի ազգային հավաքականի եւ Դորտմունդի, եթե չեմ սխալվում, ավակներ Մարկո Ռոյսի հետ, որը հենց այդ տարի պետքա մասնակցեր աշխարհի առաջնությանը, պետքա ֆուլ, էդի ծախբեր արա։ Առաջի տայմում խոսանք Ռոյսի մասին, որ հետո հաստատ կրելու եմ։ Մարկո Ռոյսը իր կարիերայի լավագույն կոնտրակտը հարամարեց քո պատճառով։ Իսկ ինչ կարծիք ես դրա մասին։ Ինչ կասես Ռոյսի հետ կոնտակտի մասին, որտեղ դա համաշխարհային ֆուտբոլի մեջ դա մեծ իսկական չեպ էր, ինձ թվում է։ Չէ, դա իրականում էս կոնտակտ ֆուտբոլը կոնտակտի խաղ է։ Բայց գերմանացու հետ կոնտակտ ես արել, մտա գլուխ ես գով։ Նեմեցի հետ կոնտակտը մի քիչ հարաբերական է, էլի։ Ոնց անցավ այդ կոնտակտից հետո կոմոդ ամեն ինչ։ Իմ մոտ նորմալ անցավ, իր մոտ է շատ դժվար, մի քանի տարի։ Անթույշ մեզ կմիանա մեր պրոֆեսոր, ով կներկայացնի շաբաթվա թոփ խաղերը, կներկայացնի շաբաթվա թոփ կայֆիցիենտները, հետևեք պրոֆեսորին եւ կունենաք լիքը ֆրի բեթեր։ Բարև ձեզ, ես պրոֆեսորն եմ։ Յուրաքանչյուր եթերից առաջ ես կվերլուծեմ սպորտային աշխարհի ակտուալ իրադարձություններն ու կառաջարկեմ դրանց վերաբերյալ խաղադրույքներ, ինչպես նաեւ լիքը ֆրի բեթեր ենք խաղարկելու։ Գնացինք։ Շաբաթը լի է ֆուտբոլի աշխարհի առողջության որակավորման փուլի խաղերով։ Ես առանձնացրել եմ դրանցից մի քանիսը եւ կառաջարկեմ հետաքրքիր խաղադրույքներ։ Առաջինը Սերբիա-Լյուքսեմբուրգ։ Քանի որ Սերբիայի հավաքականը հենց հիմա գտնում է շատ գերազանց մարզավիճակում եւ խաղը խաղալու էր սեփական հարկի տակ ու վերջերս շատ արդյունավետ խաղեր է ցուցադրում, ես առաջարկում եմ հետեւյալ խաղադրույքը. Սերբիայի անհատական գոլերի տոտալ շատը 2-ից, որի համար մեր գործընկեր Վիբեթը առաջարկում է 1.58 գործակիցը։ Երկրորդը Բելգիա-Չեխիա հանդիպումն է, քանի որ երկու թիմերն էլ սիրում են հարձակվողական ֆուտբոլ, Եվրոպայի վերջին առաջնությունը վառապացույց։ Ես առաջարկում եմ հետեւյալ խաղադրույքը. գոլերի տոտալ շատ 2.5-ից, որը այս պահին ունի 1.84 գործակիցը։ Երրորդը Ֆրանսիա-Ֆինլանդիա հանդիպումն է,
Քանի որ վերջին երկու տնային խաղերում Ֆրանսիայի հավաքականը խաղացել է ոչ ոքի, չեմ կարծում, որ երրորդ հանդիպումը նրանք տանը միավոր կկորցնեն։ Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ Ֆրանսիայի հավաքականը վստահ հաղթանակ է տանելու։ Ասեմ ավելին, որ Ֆրանսիայի Ֆինլանդիայի միջև տեղի են ունեցել 9 հանդիպում, որոնցից 8-ում հաղթել են ֆրանսիացիները, իսկ միայն 1-ում, այն էլ ընկերական խաղում հաղթել են ֆինները։ Այդ իսկ պատճառով ինձ թվում է լինելու է գոլառատ ֆուտբոլ։ Դրա համար առաջարկում եմ Ֆրանսիայի հաղթանակ $4-1.5 խաղադրույքը, որը Vibet-ը առաջարկում է այս պահին 1.5 գործակցով։ Իսկ հիմա անցանք ֆրիբեթերին։ Ասեմ, որ այս պահին խաղարկելու ենք 10 հատ 5000 դրամ ֆրիբեթեր, որի համար ինչա պետք անել, ուղղակի պետք է գուշակել Գերմանիա-Հայաստան խաղի հաշիվը։ Ուրեմն այս վիդեոյի տակ կա ֆիքսված մեկնաբանություն։ Գրում ենք այդտեղ ձեր Instagram-յան էջի հղումը եւ իհարկե խաղի հաշիվը։ Ես էլ եմ գրելու ու ստուգելու եմ։ Առաջին 10 ճիշտ գուշակող մասնակիցները կստանան 5000 դրամ ֆրիբեթ իրենց Vibet-ի խաղային հաշվին։ Հենց որ գնացինք մեկնաբանություններ ու գրելու հաշիվները։ Եվ ամենակարևորը, պետք չէ տարվել խաղով, այլ պետք է խաղալ միմիայն հաճույքի համար։ Կտեսնվենք։ Ես պետք է գաղտնի ինֆորմացիա ունեմ, դու մի անգամ ինչ չես պատմել, իհարկե քո երկար տարիների ընկերոջը, որը կապված է Դորտմունդի ֆուտբոլի ակումբի նախագահի հետ եւ Հերիկ Մխիթարյանի հետ։ Եղել է այդպես բան ընդհանուր կոնտակտ։ Դե իրանք ասել են, որ ես մեղավոր չեմ դրա այդ Բայց եղել է, որ Դորտմունդի տնօրենը քեզ զանգի ու գերմաներեն բաներ ասի, դու չհասկանաս։ Իսկ քո համարը ո՞րից էին գտե։ Ինչ դաս, մաքսիմում հայ։ Չէ, մենք այդ գերմաներեն լիքը բաներ գիտենք, որ շատ հնարավոր է քեզ ասած լինի, բայց մի հատ ինձ խնդրում եմ ասա հետաքրքիր մի հատ բան, որ Դորտմունդի տնօրենը քեզ զանգել է, թարգմանիչ ով է եղել։ Թարգմանիչը։ Հա։ Բայց ինձ չի զանգել, որ Ո՞չ չի զանգել։ Ո՞ց։ Տարբեր գերմանացիներ գիտեն, որ քեզ զանգել են։ Գերմաներեն բաներ էին ասում։ Դե հայերեն հաստատ չգիտեն, լավ։ Ինչ են ասել, քեզ մոտ գերմաներեն բառ ասա։ Schlachen, das ist gut, հա, տենց։ Բրոմը սելնում արա նոյեր ջան, արա։ Ապա շանս չունես։ Իսկ քեզ ուգրոզաներ տարբեր ձևի ներկայացրել, նո կասեն ինքը սպանելու են Գեդիգարյան, մորթելու են։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Մենք հայերից վախում ենք։ Հա, հասկացա։ Գերմանացիք։ ԱԱԾ-ն այդ հարցով զբաղվում է, դրա համար որոշել ես ոնց որ չասես, հա։ Որ չլսեն գան։ Շիշ լավ ենք խաղում, շիշ լավ ենք խաղում։ Դե FIFA-ն այն խաղն է, որ ինձ թվում է բոլոր ֆուտբոլիստները մի փոքր FIFA-ի մեջ կան, որովհետև FIFA-ն այդ, չգիտեմ, ֆուտբոլի շատ կարևոր տերմիններից մեկն է։ Կարող կրես խայտարակել, ինչ որ կան 54-րդ րոպեն է։ Ինչ խոսալով եմ ընկել։ Քո կյանքի կարևորագույն կոնտրակտներից մեկը գիտեմ, որ չի ստացվել, ուզում դրա մասին մի հատ խոսած։ Բոլտոնի մասին խոսքը։ Ինչ ես գնացել հասել Բոլտոն, մի հատ կասես, գնացել էր։ Ինչի չեմ գնացել հասել։ Ինչի չես գնացել։ Դե չհասա։ Բայց չհասար Բոլտոն։ Բայց ես գիտեմ, որ Բոլտոնից քեզ առաջարկ է։ Դու Հայաստանի հավաքականի այն կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն ես, որ ոչ միայն Հայաստանում ներդրում ես ունեցել Հայաստանի հավաքականի լավ խաղի մեջ, այլ նաև կարիերատ այնքան բազմազան է եղել, որ խաղացել ես, չէ, մոտորապես ասեմ, Փյունիկից սկսել ես։ Փյունիկ, չէ, Մետալիկ Դանես չեմ խաղացել։ Ուկրաինա խաղացել ես։ Ուկրաինա խաղացել եմ, Գովերլը, Փյունիկ, Պարսկաստան, Բասիամեդան, Բելարուս։ Բասիամեդան։ Մեծ մամեն ես եղել։ Արբին։ Հետո Ուկրաինա, բանանցել եմ խաղացել։ Բան, Բելարուս, այդ Բելարուսը շատ հետաքրքիր բաներ է, հա։ Ղազախստան։ Ղազախստան։ Ու Բոլտոն չի։ Այդ հապկի անդամ երկրներից է, չէ՞ Ղազախստանը։ Բոլտոնի ինչ թիմ է որտեղ։ Իսկականից Բոլտոն այդ ժամանակ բանը առաջին լիգա էր, չէ՞ ոնց որ խաղում Բոլտոնը։ Այդ էս պաշտպանվի, պաս, գերազանց, փախի։ Լավ իսկականից բոլորը քեզ ճանաչում են։ Ախտորական ասա Բոլտ Ճաղարյանն է ապեր։ Ասա Բոլտոնի չի որ չգնաց։ Ես գիտեմ որ քեզ մեծ կոնտրակտ են առաջարկել, դու Բոլտոնում կարայր խաղալ, այն միակ ֆուտբոլիստը կլներ Էսպայն, չէ, միակը չէ, Հենրիկ Մխիթարյանը չհաշված, Անգլիայում խաղացել ես Պրեմիեր լիգայում։ Ինչն է պատճառը, որ մերժել ես։ Ասա մատ բոլոր իմանան, էլի ես գիտեմ։ Ասում հետևի զերոն լավ չի։ Հարգել ես, ասեմ որ Մատ ասելի խնդրում եմ բոլորին, էլի, թե բոլոր իմանան։ Էդի ասեն տարիները անցել է։ Ինչ ա եղել, որ Բոլտոն չգնացի։ Իրականում կոնտրակտ ունի, դա չկաց։ Հա։ Դե հիմա լավ չեմ գնացել։
չելում արա։ Հերաստում է։ Հայաստանի ազգային հավաքականի ամենահիշարժան խաղը ինձ ասա, որ դու իրոք այդ խաղից տպավորված ես, որ դու ես խաղացել, ոչ թե տես։ Շատ հիշարժան խաղեր են եղել։ Չէ, մի հատ այնպես որ հենց իմ առաջինը հիշեցի։ Շատ Մակեդոնիայի խաղաստեղ շատ, որը պատրաստում ենք իրականում կարելի ասել եզրափակչի, պետք է մեկնենք Դուբլին։ Ու չգիտեմ, մի հատ Գոնսալեսը տեսար ինչ արեց։ Հա։ Այդ Գոնսալեսը ազգանը դրանից տո անտաների տանել չեմ կարողանում ես։ Նայ, Կիմպեմբե։ Պես քիչ 4 սաստավը խաղում ես։ Բանի Paris Saint-Germain-ի։ Մեսին չկա այստեղ։ Շտա, մոտիկ։ Մեսին ոնց է խաղալ Նեյմարի հետ նոր թիմում, լրիվ ուրիշ ատմոսֆերա։ Շատ լավ։ Հա որ։ Օրինակ Մեսսի նման ֆուտբոլիստին կարա ինչ-որ բան խանգարի կյանքում, որ ինքը լավ խաղա։ Օրինակ Ռոնալդոն առաջի տարին լավ չխաղա։ Հա, կորոնա, ոնց որ Կայրաթի 7 ֆուտբոլիստները մեր Ալաշկերտի հետ խաղից առաջ, բայց անկախ ամեն ինչից ասեմ, որ գնա։ Խես տարտալի։ Ինչ ես անում։ Ամեն ինչի դիմում ես, որ չպարտվես։ Բայց դու ամոթա։ Կրասնի չտաս մենակ։ Ֆլորենցի։ Դե վերջում իտալացի է կրասնի։ Կրասնի կարտիշկա։ Քանակ ես կրասնի ստացա։ Երևի լիքը։ Չէ, 5-6 լիքը։ 5-6։ Բան չի ստացել, քեզ չի սազում 5-6։ 5-6 հատ կրասնի քո համար ի՞նչ է։ Ֆլորենցի նախկին թիմակիցն էր, եթե չեմ սխալվում։ Ինչ կասես բանի մասին, Իտալիայի ազգային հավաքականի։ Ասա որ խելայի ֆուտբոլ են խաղացել։ Դե շատ կարգապահ, ամենակարևորը իտալական ֆուտբոլը պաշտպանությունը շատ լավ։ Բոզ մեզ ինձ կրես։ Հայրը կրում է։ Ես հավատում եմ, որ իրենք աշխարհի չեմպիոն են դառնում։ Աշխարհի չեմպիոն են դառնալու։ Ոսկե գնդակով է տանելու։ Ոսկե գնդակ։ Խավսայնա, խաղից դուրսերը ասում եմ վաղուց չեն հաշվում։ Որը երկրորդ կրասնին։ Գրիվ Կայրաթն են։ Ահա, պենալ խփել չգիտես, չէ։ Որն է։ Ասեմ, որ Արտուրի Եդիգայրան պենալ խփել չգիտի։ Որն է խփում, X-ը թե։ X-ը։ Դա մի խափի։ Կարակասի, լավ։ Վրատարին որ ձախ եմ տանելու ոչ աս, թողել եմ այդպես մնան, այ։ Ահա։ Նայ, շուտով Դոնարուման կկանգնի։ Լևանդովսկին է։ Հա։ Չեսի Ֆիլիպո Իզակին էր իստում։ Ույսի չորից։ Բա։ Սմոբա։ Բա տեսնում ես ինչ եղավ։ Ֆուլ։ Լավ, գնացին գոլ խփելու իրականում արդեն Կիմպեմբեն Փարիզը չի ների հաստատ, որ ինչ ես անում։ Էս պարապել ես, նախապատրաստվել ես։ Մամոս կարամ գնդակես անկյունայինի մոտ պայեմ։ Չես կարա։ Կանչում ես խաղացողին մոտիկ։ Հարված։ Արա հարված, տղա ջան։ Հարված մնացել եմ 7 հոգով։ Կայրատն ես էլի։ Հա, լրիվ այդ է ասում Կայրատն է, էլի։ Լրիվ շանսեր ունես ջեքփոթին տրամադրելու 10,000 դրամ։ Մի քծվի, մբամբենա։ Մի հատ գոլ խփեմ ու այնքան լավ բաներ ունեմ քեզ պատմելու։ Չորեցի մբամբեն։ Սանը ջան։ Ասեմ բոլոր Ասեմ լավ բան ասեմ էլի կրասնի ստացի։ Ասեմ բոլորին, որ մարդիկ ովքեր միջև վերջ կմնան մեզ հետ, միջև վերջ ուշադիր կլինեն, ընթացքում լիքը խաղարկությունների մասին կլսեն, գումարի տեսքով, խաղադրույքների տեսքով, ֆորմաների ֆուտբոլային տեսքով, լիքը բաների տեսքով ունենք լիքը անակնկալներ, կսպասեք այնքան ժամանակ միջև սուրբիզները ի հայտ գան։ Բան չմնա 4 րոպե դիմացի։ Հերասա, մենակ ես, արա մենակ ես, տղա ջան։ Մենակ ես, տխուր ես։ Էս էր քո ճակատագրական սխալը։ Ախպեր մեզ մի րոպե պետք է գոլ խփելու համար։ Ֆաստոն չի օգնում այդ։ Արա ում ես տարի տղա ջան, ապե։ Հննա յա, մոտիկ։ Ապրես, ապրես։ Խայտարակ եմ լնելու։ Ես հանգիս ժամանակ բան։ Հա, բոլորն ասում են, հա։ Որովհետև առաջի խաղ պետք էր Յուվենտուսով խաղալ, սա Մեսին էր մեղավոր։ Գնալ Չելսի, ստիպա Չելսի ֆորմեն հակա, ասեցի Չելսի։ Ապրես, հերացրու, ինչքան հնարավոր է հերու։ Վերևս Փյոնիկն է 97 թվին։
97-ին ինչ է Իրանում Փյունիկում։ 97-ին։ Ոչ մի բան, պենալներ եք խփում, մենակ Ճաղարյանն եկա պենալներ դրել։ Փյունիկի երիտասարդականներն է։ 87 թիվ չէ։ Ինչ է դա քիլա։ Ինչի թարգեցի շուտ կարիերատ։ Ինչի շուտ թարգեցի կարիերան։ Չմոռանաս 10000 դրամը նետես կասա։ Բայց ինչ է կա, առաջ խասկսենք պարտությունով հայտարարք եղան։ Նկարանում կպրծենք դու Յուվենտուսի դեմ խազ, ես բոլորին կտեղեկացնեմ, թե Յուվենտուսը ինչ պարտության եմ մատնել Հայաստանի ազգային հավաքականի 7 համարին։ Հարված։ Արա պարկա տարա, վերջի րոպենա, չուտես։ Վայ։ Գնաց։ Որ սոնեն է սովորը։ Մի հատ հատակա թողարը։ Հաղթանակ Արտուր Եդիգարյան։ Առաջի հաղորդումը սկսեցին հայտարարությամբ, շնորհավորում եմ Paris Saint-Germain-ին, Մեսսին չխաղաց, բայց Նոյերը հաղթեց, որը շատ կարևոր բան։ Սուզան առածը խաղն է ծախածա։ Այո, պարտվել եմ, դրա համար ես արդեն նախապատրաստել էի 10000 դրամ, առաջի 10000 դրամ առաջի պարտությունը եւ սա կլինի վերջին իմ կողմից խոստանում եմ, գնում է ջեքփոթ, որը խաղարկվել է մեր դիտորդների միջև։ Ընթացքում հետևեք ու դուք լիքը ջեքփոթներ կունենաք։ Շնորհակալություն ախպերս մեր հաղորդմանը մասնակցելու համար, հուսով եմ շատ նորմալ ստացվեց, ես փոքրիկ ինֆորմացիա ունեմ, ինձ դիտիկներն ասել են, որ մեզ նվեր ես բերել, ուր է այդ նվերը ազգային հավաքականի ֆորման։ Շնորհակալություն ենք հայտնում ազգային հավաքականի 7 համար Արտուր Եդիգարյան ինձ ֆորմա նվեր բերելու համար։ Քո ստորագրության ֆորմատ չունեի, ամոթել ես ունես ստորագրում։ Եկեք ուրեմն ասած մեկ բան պայմանավորենք, քանի որ Արտուրի ֆորմայից ես շատ ունեմ տարբեր գույների, կարմիրից էլ ունեմ, բայց եթե չեմ սխալվում, սա ազգային հավաքականի նոր հովանավորն է ու դու այս ժամանակ չես խաղացել, շնորհակալություն նվերի համար, բայց ես մեկ հետաքրքիր բան եկեք պայմանավորենք, ուրեմն հետևում եք մեր էջին, YouTube-յան էջին, Instagram-յան էջին ու հենց այս վիդեոն, եթե ունենում է 50000 ու ավել դիտում, Արտուր Եդիգարյանի ստորագրության մայկան խաղարկում ենք։ Ուշադիր կլինեք կոմենտարիաներին, ու ընթացքում կտեսնեք ինչ կերպով ենք խաղարկելու, այս ֆորման կլինի ձեզանից մեկը։ Եվ ես ուզում եի ասել, մի հատ խնդրում եմ, էլի ստեղ կստորագրեք։ Շատ։ Շնորհակալություն ախպերս։ Շնորհակալություն հետևեք մեզ, սիրում եմ ձեզ բոլորիդ։